որ այսօր էլ կյանք է տվել եւ առողջություն եւ կարող են գալ իր ոտքերի մոտ եւ իր սովորել իր ճշմարտությունները, թող Աստված իր Սուրբ Հոգին թափի մեզ վրա, որպեսզի մենք կարողանանք ճիշտ հասկանալ եւ Աստծո ողորմությամբ եւ շնորհքով իրագործել մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Մենք գիտենք, որ այս երամսյակում ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է ինչպես ուսումնասիրել Աստվածաշնչյան մարգարեությունները եւ արդեն հասել ենք 8-րդ դասին եւ այն կոչվում է մարգարեությունները Սաղմոսներում, այն բաղկացած է երկու մասից, առաջին մասը այսօր ուսումնասիրենք հիշելու համարն է հայտնություն 14:1 տեսա Ահագարը կանած էր Սիոն սարի վրա, նրա հետ էլ 144,000 հոգի, որոնք իրենց ճակատներին ունեին գրված նրանը եւ նրա հոր անունը։ Սիոնը միշտ Աստվածաշնչի մեջ այնտեղն է, որտեղ Աստծո ներկայությունն է։ Ոչ տեղ այստեղ բառացի նկատի ունի այդ լերը, այլ այնտեղը, որտեղ Աստծո ներկայությունն է։ Այսինքն փրկված մարդիկ կանած են Աստծո առաջ, Աստծո ներկայությամբ։ Սաղմոսների ուշադիր ուսումնասիրությունը բացահայտում է մանրամասներ, որոնք կյանքի են կոչվում հայտնություն գիրքը, որովհետև Սաղմոսների գիրքը ուսումնասիրում է մարդկային բազմաթիվ փորձառություններ եւ Աստծո հետ հավանական փոխազդեցություններ, սկսած մեղքի պատճառած հուսահատությունից ու տառապանքից մինչև նրա ներկայության անզուսպ ուրախությունը եւ ներման ու փրկության նրա կրկնվող խոստումները։ Եվ երբ որ Սաղմոսները ուշադիր ուսումնասիրում ենք, մենք հասկանում ենք հայտնությունը, այսինքն մենք գիտենք, որ հին եւ նոր կտակարանը շատ կապված են իրար հետ։ Եվ մենք չենք կարող հասկանալ նոր կտակարանը առանց հին կտակարանը իմանալու, եւ նաեւ չենք կարող լիովին հասկանալ հին կտակարանը առանց նոր կտակարանի։ Եվ Սաղմոսները հին կտակարանի գրքերից մեկն են, որոնք նույնպես օգնում են մեզ բացահայտել շատ ճշմարտություններ, որոնք նաեւ ընդգրկված են հայտնություն գրքում։ Ուրեմն հայտնություն 14-րդ գլուխը նկարագրում է Աստծո մնացորդ եկեղեցու եզրափակիչ աշխատանքը երկրի վրա։ Աստծո վերջին ժամանակի ժողովրդին տրվել է նույն հանձնարարությունը, ինչ որ ուներ հին Իսրայելը, այսինքն մենք պետք է լույս լինենք ազգերի համար, բոլոր մարդկանց ուղղված վերջին ողորմած կոչը առաջին երկրպագելու եւ հնազանդվելու վերաբերյալ։ Իսրայելը ձախողեց այս կոչումը, բայց խնդրենք Աստծուն, որ մենք չձախողենք այս կոչումը, որ մենք ճշմարիտ վկա լինենք Աստծո համար։ Ուրեմն կարդանք Եբրայեցիներ 9-րդ գլխի 11-15 համարները։ Իսկ Քրիստոսը գալիք բարիքների քահանայապետը եկավ անցնելով ավելի մեծ, կատարյալ եւ անձեռակերտ խորանով, այսինքն ոչ այս աշխարհի արարածների կողմից պատրաստված, այսինքն երբ որ Աստված ասեց Մովսեսին, որ խորան պատրաստի, նա օրինակը տվեց երկնային խորանի։ Երկրային խորանը միայն օրինակն էր երկնային խորանի։ Եվ նույնպես քահանայապետները, ովքեր ծառայում էին այդ խորանում, երկրային օրինակն էին, երկնային քահանայապետի, այսինքն իրանք իսկականը չէին, իսկականը Հիսուս Քրիստոսն է, խորանն էլ իսկական չէր, այլ իսկականը երկնքում է։ Եվ ոչ էլ նոխազների եւ զվարակների արյունով, այլ իր իսկարիամբ մեկ անգամ այն սրբարանը մտավ ու հավիտենական փրկություն ստացավ։ Ոչ թե այդ նոխազների ու զվարակների արյունն էր փրկություն տալիս մարդկանց, այլ դրանք խորհրդանշում էին Հիսուսին, Հիսուսի ապագա զոհաբերությունը, եւ Հիսուսի զոհաբերությունն էր, նրա թափված արյունն էր, որ մաքրում է մարդուն, որ մարդուն փրկություն է տալիս։ Որովհետև եթե ցուլերի նոխազների արյունը եւ երինջների մոխիրը շաղ տալով մաքրում են պղծվածների մարմինը, որչափ եւս առավել Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգով ինքն իրեն անարատ զոհ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը այն մահացու գործերից, որպեսզի կենդանի Աստծուն պաշտեք։ Այսինքն այդ ծեսերը օգնում էին միայն առերես,
բայց խորքը, մեր սիրտը, մեր ուղեղը, մեր խիղճը մաքրվում է իսկական գառանարյունով։ Շատ մարդիկ ասում են իմ խիղճը, իմ խիղճը, իմ խիղճը, բայց խիղճն էլ է կեղտոտ լինում։ Այսինքն մենք չենք կարող վստահել մեր խիղճին եւ մեր սրտին, որտեղ Աստվածաշունչը ասում է խորամանկ է մարդու սիրտը եւ խաբում է հենց ինքն իրեն եւ ուրիշներին։ Եվ դրա համար մեր սիրտն էլ պիտի մաքրվի, մեր խիղճն էլ պիտի մաքրվի, եւ որպեսզի մենք նոր վերածնված մարդ լինենք։ Միայն մաքրված խիղճն է, որ հետևում է Աստծո ճշմարտությանը։ Ուրեմն Հիսուսն է, որ մեզ փրկում է մահացու գործերից, որոնք են այդ մահացու գործեր, մեղքերը, որ մենք գործում ենք մեր կյանքում, որտեղ մեղքի պատիժը մահն է։ Ուրեմն երկրային սրբարան ապշեցուցիչ մանրամասնությամբ նախապատկերում էր Հիսուսին, քահանայից, ընծաներից մինչև կահույք եւ նախագծի այլ մանրամասներ։ Այդ ամենը պատմում է Հիսուսի մասին։ Հայտնություն գիրքի իհարկե շատ հարուստ է սրբարանի պատկերներով։ Գրքի առաջին իսկ համարում մենք գտնում ենք սրբարանի ջրաքակալները, ուխտի տապանակը, որը նույնպես կար հին խորանում կամ կա երկնային խորանում, որը հստակ նշված է 4 գլխում, ինչպես նաև բազմաթիվ այլ ակնարկներ սրբարանի մասին։ Առանց հին կտակարանի սրբարանի մասին հասկանալու անհնար է դառնում հասկանալ, թե ինչի վրա է Հովհաննեսը հրավիրում ուշադրություն իր տեսիլքների նկարագրությունների մեջ։ Այսինքն, եթե մենք չուսումնասիրենք հին կտակարանը, չուսումնասիրենք խորանը, մենք չենք հասկանա հայտնությունը։ Պողոս Առաքյալը գրում է, որ Իսրայելի փորձառությունները, նա գրում է դա առաջին Կորինթացիս 10:11 համարում, նրանց իբրև օրինակ էր պատահում, բայց իբրև խրատ գրվեց մեզ, որոնց համար հասել է ժամանակի վերջը։ Շատ մարդիկ ասում են, որ հին կտակարանը պետք չի կարդալ, ավելորդ է, բայց ինչ է ասում ինքը Աստվածաշունչը։ Ասում են, որպես խրատ է գրվել մեր համար, մենք խրատ ենք առնում հին կտակարանից, երբ որ կարդում ենք։ Եվ Տիմոթեոս թղթում, երբ որ Պողոս Առաքյալը գրում է, որ ամբողջ Աստվածաշունչը Աստծուց է տրված, նա այդ ժամանակ չկար դեռ նոր կտակարան, այլ միայն հին կտակարանը կար։ Այսինքն չի կարելի նման բաներ ասել, որ հին կտակարանը էլ պետք չի կարդալ եւ այն հնացած է եւ պետք իմաստ չունի կարդալ։ Եթե մենք չկարդանք, մենք չենք հասկանա նոր կտակարանը եւ առանց նոր կտակարանի չենք կարող հասկանալ հին կտակարանը, նրանք բացահայտում են իրար։ Եվ շատ բան կարող ենք սովորել սրբարանի մանրամասների ուսումնասիրելու միջոցով։ Սաղմոսների գրքում մենք գտնում ենք մի կարևոր բաղադրիչ այս մանրամասներից մի քանիսը հասկանալու համար, ինչպես է Աստծո ժողովուրդն անձամբ առնչվում սրբարանի կամ տաճարի հետ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Դավիթ թագավորը վերաբերվում տաճարին եւ նրա ծառայություններին եւ տեսնում ենք Աստծո ժողովրդի սրտի արձագանքը այն բանին, թե ինչ է անելու Մեսիան իրենց համար։ Միայն մանրամասները չեն, որ օգնում են տեսնելու Հիսուսին, մենք կարող ենք նաեւ պրպտել նրանց անձնական փորձառությունները, ովքեր հասկացել են, թե ինչ է սովորեցնում Աստված սրբարանի միջոցով եւ դասեր քաղել մեզ համար եւ Աստծո հետ մեր փորձառությունների համար։ Ուրեմն Սաղմոս, կարդանք Սաղմոս 122-ը եւ այն մեզ համար կբացի շատ հիանալի ճշմարտություն։ Սաղմոս 122։ Ես ուրախացա, երբ ինձ ասացին Տիրոջ տուն գնանք։ Սա գրում է Դավիթը, թագավոր։ Երբ որ մեզ ասում են արի գնանք Տիրոջ տուն, արդյոք մենք ուրախանում ենք, թե մեզ զորով են քաշ տալի այդ Տիրոջ տունը։ Դա շատ վատ նշան է, եթե զորով են քաշ տալի։ Եթե մենք իրոք սիրում ենք Աստծուն, մենք ուրախությամբ կգնանք Աստծո տուն։ Մեր ոտքերը կկանեն քո դռների մեջ, ով Երուսաղեմ։ Այսինքն այն ժամանակ տաճարը գտնվում էր Երուսաղեմում։ Երուսաղեմը շինված է այնպիսի քաղաքի պես, որը միավորված է։ Այնտեղ են բարձրանում ցեղերը, Տիրոջ ցեղերը, վկայության համաձայն Տիրոջ անունը գովաբանելու համար, այսինքն ինչի են գնում,
տաճար, որպեսզի Տիրոջ անունը գովաբանեն։ Ոչ թե գնում են նայեն ուրիշներին, ինչ հագան, ինչ խոսացին, ինչ արեցին, նկատել իրանց ունեցած եւ ոչ, դրա համար չի, որ մենք գնում ենք։ Մենք գնում ենք Աստծո ներկայության մեջ։ Աստծո ներկայությունը գտնվում է իր եկեղեցում, իր տաճարում։ Եվ եթե մենք սիրում ենք Աստծուն, մենք ուրախությամբ կգնանք եւ այնտեղ կնկատենք միայն Աստծուն, լսելով իր խոսքերը, որ իր օրհնությունը վերցնելով Աստված ամեն մեկից համար շաբաթօր օրհնություն է պատրաստել իր տաճարում, իր ներկայությամբ ստանալու մեզ։ Երբ որ մենք չենք գնում, մենք բաց ենք թողնում այդ օրհնությունը, որը մեծ օրհնություն կլինի ամբողջ շաբաթվա համար։ Ուրեմն առաջին նպատակը մեր եկեղեցու գնալու համար ինչն է, որպեսզի մենք գովաբանենք մեր Աստծուն։ Իսկ ինչու ենք մենք ուզում գովաբանել մեր Աստծուն։ Դա կուսումնասիրենք։ Որովհետև այնտեղ են դրված դատաստանի աթոռները, Դավթի տան աթոռները։ Խաղաղություն խնդրեցեք Երուսաղեմի համար, թող հաջողեն քեզ սիրողներ, այսինքն մենք պիտի խաղաղություն խնդրենք եւ ամբողջ աշխարհի համար, եւ մեր երկրների համար, եւ խաղաղություն խնդրենք մեր սրտի համար, որտեղ եթե մարդկանց սրտում լինի խաղաղություն, այս աշխարհում չի լինի պատերազմ։ Թող խաղաղություն լինի քո բարեցների մեջ, հաջողություն քո պալատներում, այսինքն մենք այնտեղ չենք գնում կռվելու համար, շուկա սարքելու համար, դու սենց ունենց, այնինենց, այլ ինչի համար մենք խաղաղություն ենք փնտրում, խաղաղություն ենք ուզում, թե մեր սրտում, թե շրջապատում։ Իմ եղբայրների եւ իմ ընկերների համար ասում եմ, թող խաղաղություն լինի քո մեջ։ Մենք ուզում ենք խաղաղություն մեր եղբայրների եւ քույրերի համար։ Հանուն մեր Տեր Աստծու տան բարօրություն եմ ուզում քեզ։ Այսինքն մենք ուզում ենք արդյոք մեր քույրերի եւ եղբայրների բարօրությունը, մեր քաղաքի, մեր երկրի, մեր աշխարհի բարօրությունը։ Մենք գնում ենք այդտեղ Աստծուց խնդրելու բարօրություն, թե մեզ, թե մեր քույրերի եղբայրների համար, թե ամբողջ երկրի համար։ Եվ երբ որ մենք կարդում ենք Սաղմոս 14 գլուխը, այնտեղ ասում է, որ ինչպես կարդացինք հիշելու համարն էր, որ փրկվածները կանած են եւ նրանց ճակատներին գրված է Աստծո անունը։ Կարդանք Սաղմոսներ 15-ը եւ 24-ը եւ պարզենք, ով կարող է կանել Աստծո ներկայության մեջ։ Ինչպիսի մարդիկ են դրանք, որ կանել են Աստծո ներկայության մեջ։ Սաղմոս 15 գլուխ եւ 24 գլուխ։ Սաղմոս 15։ Տեր, ով կկենա քո վրանում, այսինքն նկատի ունի խորանում, եւ ով կբնակվի քո սուրբ լեռան վրա, այսինքն որտեղ որ Աստված է բնակվում։ Նա, ով անբիծ է ապրում, արդարություն է գործում եւ ճշմարտություն է խոսում իր սրտում։ Նա, ով իր լեզվով չի չարախոսում եւ չար բան չի անում իր ընկերոջը եւ նախատինք չի գցում իր դրածու վրա։ Եթե մարդիկ այսպիսին չեն, մի երկրում այդ երկրում չի լինի լավ բան։ Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով երթում է տալիս ընկերոջը եւ չի փոփոխվում, այսինքն իր խոսքի տերն է, ով իր արծաթը չի տալիս վարձով, այսինքն շահով, օգտվում է, որ մյուս մարդ աղքատ է եւ պարտքով փող է տալիս, բայց հենց այնպես չի տալի, շահով է տալի։ Եվ անմեղի դեմ վկայելու կաշառք չի առում։ Այսինքն, ով որ կաշառք է վերցնում եւ տալիս, դա մեղք է։ Պարզ ասում է Աստվածաշունչը եւ ոչ միայն այստեղ ասում, բազմաթիվ տեղերում է ասում։ Ով որ այս անի, հավիտյան չի սասանվի տեղից, այսինքն, ով որ չչարախոսի, ով որ չար բան չանի իր ընկերոջը, ով որ նախատինք չգցի իր դրածու վրա եւ պատիվ տա Տիրոջից վախ ունեցողներին եւ կատարի իր
խոսքերը, որ ասել է, խոսք է տվել, եւ ով որ օգնում է մարդուն առանց շահի, եւ կաշառք չի վերցնում, եւ կաշառք չի տալի, ասում է այսպիսի մարդը չի սասանվի իր տեղից, հաստատ կլինի։ Եվ մյուս Սաղմոսը 24-ն է, եթե մենք ուզում ենք հաջողակ ազգ լինենք, մենք պետք է հետևենք այս խոսքերին, այսպես պիտի ապրենք։ Տիրոջն են երկիրը եւ նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները, որտեղ ինքը հիմնեց այն ծովերի վրա եւ հաստատեց այն գետերի վրա։ Ով պիտի գնա դեպի վեր Տիրոջ լեռը, այսինքն Տիրոջ ներկայությունը, եւ ով պիտի կանի նրա սուրբ տեղում։ Մենք գիտենք, որ Տիրոջ ներկայությամբ մեղավորը չի կարող կանել, այլ կմեռնի, բայց ասում է ով կարող է կանել Տիրոջ առջև։ Նա, ով մաքուր է ձեռքով եւ սրտով անարատ, ով իր անձը աներևության չի տալիս եւ չի երդվում նենգամտությամբ։ Նա օրհնություն կստանա Տիրոջից եւ իր փրկության Աստծուց արդարություն։ Այս այն ազգն է, որ փնտրում է նրան, որ փնտրում է քո երեսը, ով Հակոբի Աստված։ Բարձրացրեք դարպասներ ձեր գլուխները եւ բարձրացրեք հավիտենական դռներ, որ Փարքի թագավորը մտնի ներս։ Ով է այդ Փարքի թագավորը? Տերը, զորավոր եւ հզոր, Տերը, պատերազմի մեջ հզոր։ Բարձրացրեք դարպասներ ձեր գլուխները եւ բարձրացրեք հավիտենական դռներ, որ Փարքի թագավորը ներս մտնի։ Ով է այս Փարքի թագավորը? Զորքերի Տերը, նա է Փարքի թագավորը։ Ուրեմն մենք կարդացինք, որ սրտով մաքուր մարդիկ կարող են Աստծո ներկայության մեջ գտնվել, բայց երբ որ մենք կարդում ենք այս տողերը անկեղծորեն, ով կարող է ասել, որ ինքը միշտ ուղիղ է քայլում կամ միշտ ճշմարտությունն է խոսում։ Մեզանից որևէ մեկը չի կարող ասել, որ հավիտյան չի սասանվի տեղից։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ եթե մենք ասում ենք, որ երբեք մեղք չենք գործում, ճշմարտություն չունենք մեր մեջ։ Առաջին Հովհաննես 1:8-ն է դա ասում։ Ասում է, եթե ասում եք, որ մեղք չեք գործում, ստախոս եք։ Ուրեմն, մենք չենք կարող որևէ այլ եզրակացության գալ, քան այն, որ գառն է, ով մեզ հնարավորություն է տալիս կանել Սիոնի վրա, այսինքն Աստծո ներկայության մեջ։ Մեզ մահից փրկում է Հիսուսի ներկայությունը, մեր միջնորդի։ Հանուն Հիսուսի է, որ Աստված չի վերացնում մեզ։ Գառի մասին Դավթի Սաղմոսում հիշատակում չկա, սակայն նա հանկարծ հայտնվում է Հայտնություն 14-րդ գլխի նկարագրության մեջ։ Կարծես Հայտնություն 14-ը պատասխանում է Դավթի հարցին, թե ովքեր են այդ մարդիկ։ Այժմ, երբ Աստծո գառը հաստատվել է Աստծո ներկայության առաջ սրբարանում, մենք նույնպես կարող ենք ներկա լինել այնտեղ, հավատող, մեզ վերագրվող նրա կատարյալ արդարության շնորհիվ։ Եբրայեցիս 10:19-20 ասում է. մենք համարձակություն ունենք մուտք գործելու սրբարան Հիսուսի արյամբ։ Իսկ ովքեր են Հիսուսի արյամբ մտնում, ովքեր հասկանում են, գիտակցում են, որ իրանք մեղավոր են եւ ներման կարիք ունեն։ Այս մարդիկ են, ոչ թե նրանք, ովքեր կարծում են իրանք սուրբ են։ Ընդհանրապես մարդիկ կազմված են երկու դասակարգից։ Երկու դասակարգ կա ամբողջ մարդկանց մեջ, բոլոր։ Մեկը փարիսեցիների դասակարգ են, մարդիկ ովքեր ասում են, մենք երբեք մեղք չենք գործում, մենք երբեք սխալ չենք, մենք միշտ լավն ենք, եւ իրենց գլուխն են գովում, փոխանակաստուն գովում։ Եվ մյուս մարդիկ, երկրորդ դասակարգը, որոնք հարկ հավաքողները, որոնք հասկանում են, որոնք ինչպես հարկ հավաքողներ են ժամանակ, որոնք հասկանում են, որ իրենք մեղավոր մարդիկ են, եւ իրենց հույսը միակ Հիսուսն է, այլ ոչ թե իրենց սրբությունը, որ իրենք չունեն։ Դա նման է մի բանի, որ մարդը կեղտոտ է, բայց ասում է, չէ, ես կեղտոտ չեմ, ասում ես արի գնանք, լողացնենք, չի ասում, ես կեղտոտ չեմ, այդ քեզ աթվում, որ ես կեղտոտ եմ։ Եվ Աստվածաշունչը անցած անգամ մենք ասենք Եբրայեցիս 3:23, որ ամեն մարդ մեղանչել է եւ զրկված է Աստծո փառքից։ Եթե մարդ ասում է, չէ, ես կեղտոտ չեմ, ինքը կույր է, ինքը չի տեսնում իր կեղտոտությունը եւ այդպես կեղտոտ էլ մնում է, բայց այն մարդը, որ հասկանում է, գիտակցում է եւ Հիսուսի արյամբ օգնության լվացվում է, նա է մաքրվում իր բոլոր կեղտերից։ Մենք
կարդացինք, որ մեր խիղճը, սիրտը, մեր միտքը մաքրում է Հիսուսի արյունը մեղքից։ Ուրեմն Հայտնություն 14-ը պատասխանում է Սաղմոսի հարցին։ Նրա կատարյալ արդարության շնորհիվ մենք կարող ենք անել Աստծո ներկայության մեջ։ Մենք համարձակություն ունենք մուտք գործելու Հիսուսի արյան շնորհիվ, որը մեզ համար նոր ու կենդանի ճանապարհ բացեց վարակույրի միջոցով, որ իր մարմինն է։ Առանց նրա արյան մենք ինչ հույս կունենայինք, իրականում ոչ մի հույս։ Եվ մենք գիտենք, որ 5 տակարանի մարդիկ էլ փրկվել են Քրիստոսի արյամբ, ոչ թե այդ նոխազների արյամբ, դրանք ընդամենը խորհրդանշում էին Քրիստոսի արյունը։ Եվ մենք կարդացինք, որ այս մնացորդի, այս մարդկանց ճակատին գրված է Աստծո անունը։ Դա ինչ է նշանակում, որ իրոք Աստծո անունը բոլորի ճակատին գրած է, ոչ։ Անուն Աստվածաշունչում միշտ նկատի ունի բնավորությունը։ Եվ երբ որ մենք ասում ենք բարի անուն, մենք ինչ ենք, մենք խոսում ենք բարի հեղինակության մասին, ռեպուտացիայի մասին, բարի բնավորության գնահատման մասին։ Ոմանք Աստծո փառքը պատկերացնում են որպես անհասանելի փայլուն լույս, որն անշուշտ տեղին նկարագրություն է, Աստծո փառքը սակայն ավելին է, քան պարզապես տեսողական ցուցադրություն։ Նրա փառքը նրա բնավորությունն է, նույնը վերաբերում է Աստծո անվանը։ Եթե նույն մարդը անթերի է իր արտաքինում, գեղեցիկ, չգիտեմ ինչ, այսինքն մարդու ընդունած գեղեցկությունը, բայց երբ որ նրա բնավորությունը վատն է, երբ որ նա չար է, գոռոզ է, էգոիստ է, միթե նրա մասին կասեն, որ նա ունի բարի անուն կամ նա գեղեցիկ է, ոչ։ Մարդուն իր բնավորությունն է գեղեցկացնում, այլ ոչ թե իր արտաքինը։ Այսօր մարդիկ խելահեղությամբ հետևում են իրենց արտաքին գեղեցկությանը եւ բոլորովին բաց են թողել իրենց ներքին գեղեցկությունը։ Եվ ինչքան շատ են հետևում այդ արտաքին գեղեցկությանը, այնքան կեղտոտվում է իրենց ներքին գեղեցկությունը։ Եվ այդ ստանդարտներն էլ գեղեցկության, որ այսօր դրել են, այդ ուռած շրթունքները, չգիտեմ, այդ կտրած քիթը, չգիտեմ, հաստ հոնքեր են դնում, հետո ինչ-որ թարթիչներ են դնում, որ սարդի ոտերի է նման, եւ դա համարում են գեղեցկություն։ Գիտեք, գեղեցկությունը դա չէ։ Դա մարդկանց յունիֆորմիզմի է հասնում, նա մեզ բոլոր նույն դեմքը ունեն։ Ախր դուք կորցնում եք ձեր ինքնությունը։ Աստված ստեղծել է ձեզ այնպիսին շույսին, որ դուք կաք, ձեր դիմագծերով, ձեր դիմագծերը չեն, որ պիտի գեղեցկացնեն ձեզ, այլ ձեր բնավորությունը։ Եվ դուք այդպիսով ըմբոստություն եք բարձրացնում Աստծո դեմ, Աստծուն ասում եք, մեր քիթը սխալ է սարքե, մեր բերանը սխալ է սարքե, մեր ունքերը սխալ է սարքե, մեր թարթիչները սխալ է սարքե, չգիտեմ, էլ չեմ ասում ուրիշ մասերը մարմնի։ Դա ուղղակի ըմբոստություն է Աստծո դեմ։ Եվ ոչ մի օգուտ չի բերում, ոչ մի օգուտ ոչ մեկին։ Ուրեմն, երբ Աստվածաշունչը նկարագրում է մի մնացորդ, որի ճակատին գրված է Աստծո անունը, խոսքը բառացի տառեր գրված լինելու մասին չէ, այլ Աստծո բնավորությունն է գրված մեր դեմքերին, մեր մտքում, մեր սրտում, մեր կյանքում, մենք արդացոլում ենք Աստծո սերը ու բնավորությունը, ահա թե դա ինչ է նշանակում։ Մարդու դեմքին երևում է արդյոք նա չար է, բարի է եւ այլ որակները։ Դուք մոտեցել եք Աստծուն եւ սիրում եք նրան այն բանի համար, թե ով է նա եւ ինչ է արել ձեզ համար։ Եթե մարդ ասում է, որ ես կատարյալ եմ, ես կարիք չունեմ փրկչի, նշանակում է Աստված իր համար ոչ մի բան չի արել եւ դրա համար ինքը եկեղեցի գնում է ոչ թե Աստծուն գովաբանելու, որ իրեն փրկել է կործանումից, այլ գնում է, որ իրան ցույց տա, ինքը ինչքան լավն է, բոլորդ հիացեք ինձանով։ Մենք գնում ենք եկեղեցի, որ Աստծով հիանան, այլ ոչ թե ստիպենք ուրիշներին մեզանով հիանան։ Հետաքրքիր է նաև, որ երբ Աստված
ներկայանում է Մովսեսին, նա դա անում է Մովսեսին 10 պատվիրանների մեկ այլ օրինակ տալու հետ մեկտեղ, որը նույնպես նրա բնավորության պատկերն է, այսինքն 10 պատվիրանները խոսում են մեր Աստծո բնավորության մասին։ Եվ այդ մարդիկ հայտնության մեջ նկարագրվում են որպես Աստծո պատվիրաններ պահողներ։ Քիչ անց դրանից հետո ասում է, որ այստեղ է սուրբերի համբերությունը, որոնք պահում են Աստծո պատվիրանները եւ Հիսուսի վկայությունը ունեն։ Այնուհետև ուշադրություն դարձրեք Եբրայեցիների թղթի հետևյալ խոսքերին, այսինքն եթե մարդ հետևում է Աստծուն, եթե մարդ վերցրել է իր Աստծո բնավորությունը, հնարավոր չէ, որ այդ մարդը խախտի պատվիրանները, որևիցե պատվիրան այդ 10 պատվիրաններից։ Այնուհետև ուշադրություն դարձնենք Եբրայեցիների թղթի հետևյալ խոսքերին, Եբրայեցիների 10:16-17։ Սա է այն ուխտը, որ պիտի կնքեմ նրանց հետ, այն օրից հետո ասում է Տերը, իմ օրենքները նրանց սրտերի մեջ պիտի դնեմ եւ նրանց մտքերի վրա պիտի գրեմ դրանք, ապա ավելացնում է նրանց մեղքերն ու նրանց անհրությունները այլևս չեմ հիշելու։ Այսինքն Աստված ինչ է անում, ասում է օրենքը պետք չի եւ շփրտում ենք ում, չէ, ավելին է անում, ասում է տախտակի վրա գրաշի պիտի լինի, այլ ձեր սրտում, ես ձեր սրտում կգրեմ։ Այսինքն երբ որ Հիսուսը բնակվում է մեր սրտում, նշանակում է 10 պատվիրանները մեր սրտում բնակվում են եւ մենք բնականաբար դրանք կատարում ենք մեր կյանքում։ Չենք ստում, չենք սպանում, հարգում ենք մեր ծնողներին, չենք նախանձում եւ այլն։ Եվ պահում ենք շաբաթը սուրբ։ Ավետարանի ինչպիսի արտահայտություն, թեև Աստծո օրենքը ակնհայտ է մեր կյանքում, մենք դեռ կարիք ունենք, որ մեր մեղքերն այլևս չի հիշվեն։ Գիտեք, երբ որ մարդը մեղք է գործում եւ տանջվում է այդ մեղքից, ինքն իրան այդ մեղքը չի մաքրվում։ Եթե Հիսուսը թափած չլիներ իր արյունը, մենք ինչքան որ ապրում ենք, այդքան պիտի տառապեինք մեր խղճի խայթերից, մեր մեղքի զգացումից, բայց Հիսուսի արյունը մաքրում է մեզ դրանից, ներում է։ Եվ սա շատ կարևոր է մեր կյանքի համար։ Եթե մենք ներված ենք, մենք ուրախ կքայլենք, այլ ոչ թե տխուր։ Աստծո անունը նրա բնավորությունն է, նրա բարոյական օրենքն արտացոլում է նրա բնավորության էությունը, եւ նրանք, ովքեր հավաքված են Աստծո Սուրբ Սարի վրա վերջին ժամանակում, տողորված են Աստծո հանդեպ սիրով, սեր, որը դրսևորում է նրա օրենքին հնազանդվելով։ Կարդանք Սաղմոս 5-ը։ Տեր, տեսեք ինչ է ասում Դավիթը։ Դավիթի մասին գրված է, որ ինքը Աստծո բարեկամն էր, բայց երբ որ ինքը մեղք գործեց, երբ որ սպանեց անմեղ մարդու, որպես իր կնոջը իր անկնության առնի, ինքը խղճի խայթից տառապում էր։ Եվ վերջապես ինքը գրում է այս Սաղմոսը եւ խնդրում է Աստծուն, որ մաքրի։ Ոչ թե խալի տակ է այլևս մտցնում իր մեղքը, ինչպես փորձեց դա անել, դրա համար սպանել տվեց այդ ազնիվ մարդուն, իր օֆիցերներից մեկին, այլևս չի թաքցնում եւ մեղա է գալիս Աստծո առջև եւ ասում է Տեր, ականջ դիր իմ խոսքերին եւ ուշադրություն դարձրու իմ աղաղակին։ Ուշադրությամբ լսիր իմ աղաղակի ձայնը, ով թագավոր եւ իմաստված, որտեղ քեզ եմ աղաչում։ Տեր, առավոտից լսում ես իմ ձայնը, առավոտից առջևդ պիտի դնեմ իմ խնդրանքը եւ սպասեմ, որտեղ դու անօրինությունից հաճույք առնող Աստված ես եւ չարը չի բնակվի քեզ մոտ։ Անվարտավանները չեն մնա քո աչքի առաջ, դու ատում ես բոլոր անօրինություն գործողներին, Աստված ատում է անօրինությունը։ Եթե մարդը կպած է այդ անօրինությանը, չի ուզում փոխվի, ատելությունը տարածվում է նաև այդ մարդու վրա։ Դու կկորցնես սուտ խոսողներին։ Տերը գարշում է արյունահեղ եւ նենգավոր մարդուց։ Ով է նենգավոր մարդը, որ խափում է, ստում է, մարդկանց նենգություն է անում։ Երեսից ուրիշ է ձևացնում, մեջից հետևից վատություն է անում։ Եվ ասում է Աստված գարշում է նման մարդկանցից։ Բայց ես քո առատ ողորմության շնորհիվ պիտի մտնեմ քո տունը եւ քո սուրբ տաճարում երկրպագություն անեմ քո երկյուղով։ Տեր, առաջնորդիր ինձ քո արդարությամբ, իմ թշնամիների պատճառով, հարթիր քո ճանապարհի առջև, որտեղ նրանց վերանում ճշմարտություն չկա, նրանց ներսը չարություն է, նրանց կոկորդը բաց գերեզման է եւ իրենց լեզվով նենգություն են անում։ Երբ որ մենք
նենգություն ենք անում, ստում ենք, խաբում ենք, ձևացնում ենք, Աստծո համար մեր բերանը դառնում է բաց գերեզման։ Ինչ է գերեզմանը, գերեզմանում գարշահոտող դիակ է պարկած, ու պատկերացնում եք ինչ բան է մեղքը Աստծո համար։ Դատիր նրանց, ով Աստված, թող վայր ընկնեն իրենց խորհուրդներով, իրենց բազում ամբարշտությունների համար դեն գցիր նրանց, որտեղ ապստամբեցին քո դեմ։ Բայց թող ուրախ լինեն բոլոր նրանք, որ ապավինել են քեզ, թող ցնծան հավիտյան, որտեղ դու պահպանում ես նրանց, թող քեզնով ուրախանան քո անունը սիրողները, որտեղ դու օրհնում ես արդարինով Տեր եւ քո հաճությամբ ինչպես վահանով շրջապատում ես նրան։ Շարունակենք արդար լինել եւ Աստծո օրհնությունը կգնա մեզ հետ մեր կյանքում։ Չլսենք ուրիշներին, չնայենք ուրիշների օրինակին, կյանքին եւ այլն։ Ամեն ինչ խաբուսիկ է։ Ուրեմն այստեղ գրված է, որ չարը չի բնակվի Աստծո մոտ։ Սրբարանի իմաստն այն էր, որ Աստված կարող է բնակվել իր ժողովրդի մեջ եւ նույնը կլինի Քրիստոսի արքայությունում։ Նրանք, ովքեր ցանկանում են մոտենալ Աստծո գահին, պետք է փրկվեն, պետք է մաքրվեն, փրկագնվեն։ Հատկանշնական է նաև, որ Դավիթը Սաղմոս 5:7 համարում նկարագրում է երկրպագության մի գործողություն, որը մեծ պայքարի հիմնախնդիրն է։ Հայտնություն 13-րդ գլխում 6 անգամ նշվում է երկրպագել բայը եւ 3 հրեշտակների լուրերը աշխարհին կոչ են անում երկրպագել ամեն բան ստեղծողին։ Դավիթը ասում է ոչ թե քեզ երկրպագես, այլ ստեղծիչին։ Դավիթը ասում է, որ ինքը երկյուղում է Աստծուց, իսկ մնացորդի լուրը կոչ է անում աշխարհին։ Վախեցեք Աստծուց ու փառք նրան, որտեղ նրա դատաստանի ժամը եկել է։ Նաև ուշադրություն դարձնենք այն փաստին, որ հայտնություն 14-ի փրկվածների բերանում սուտ խոսք չգտնվեց, այդպես է ասում հայտնություն 14:5-ը։ Նրանք ճշմարտախոսներ են, որոնց խոսքերն ու գործերը արտացոլում են Աստծո արդար բնավորությունը։ Այսօր աշխարհում առանց ստի չես կարող յորագնաց, բայց ինչ է ասում Աստվածաշունչը։ Որ Աստծո երկրպագողները ճշմարտախոս են, ոչ թե ստախոս։ Ըստ Դավթի չարերի բերանում ճշմարտություն չկա, այսինքն եթե մարդ ստախոս է, նա չար է։ Հովհաննեսը զարմանալի տեսարան է ներկայացնում հայտնության այս առանցքային մասում։ Մեղավորները ազատվել են մահից եւ արտոնություն ստացել կանելու Աստծո ներկայության մեջ։ Նրանք չեն վաստակել այս իրավունքը։ Դա նրանց շնորհվում է այն փաստով, որ Աստծո գառը մարդու արդար որդին այնտեղ կանգնած է նրանց հետ, եւ որի զոհաբերության շնորհիվ մենք հրաշքով ինչ որ ձևով փոխվում է մեր սիրտը, մենք սրբությունից սրբություն ենք գնում։ Նրանք ներված են, փրկագնված, նրանք այլևս ստիպված չեն կրել իրենց մեղքը, որովհետև Աստծո գառն է կրել այն նրանց համար։ Դժվար է լռել, երբ Աստծո անունը գրվում է սրտում։ Աստծո ժողովուրդը ողորմության վերջին բարձրաձայն առաջարկն է անում հայտնություն 14:7-ում։ Եվ նաև Սաղմոս 5:11-ին ինչ է ասում. Բայց թող ուրախ լինեն բոլոր նրանք, որ ապավինել են քեզ, թող ցնծան հավիտյան, որտեղ դու պահպանում ես նրանց, թող քեզնով ուրախանան քո անունը սիրողները։ Ոչ թե սուտ նյութափաշտությամբ ուրախանան, այլ Աստծո ուրախանան։ Այն բանից հետո, երբ Տերը հայտնվեց Եսայի մարգարեին, մենք անցած դասում, եւ Եսայան հասկացավ, որ ինքը մեղավոր է, բայց հետո ինքը մաքրվեց, Աստված իրան մաքրեց եւ դրանից հետո ինքը արդեն ասեց ահավասիկ ես ինձ ուղարկի, ես կարող եմ վկայել քո մասին, որտեղ մաքրեցիր դու ինձ։ Այսինքն, երբ իմացավ, որ արդարացել է Աստծո առաջ, չնայած իր թերությունների գիտակցմանը, պատրաստ էր աշխատել Տիրոջ համար։ Ինչքան մենք աշխատում ենք Տիրոջ համար, այնքան ավելի քիչ ժամանակ ենք ունում մեղանչելու եւ այդպես քիչ-քիչ դեպի սրբություն ենք գնում։ Կարդանք Սաղմոս 51:7-15 համարները։ Սաղմոս 51:7-15։
Այո, հենց այս Սաղմոսի մասն է ասում, որ Դավիթը իր մեղք գործելուց հետո գալիս է եւ Աստծուն խնդրանք է ներկայացնում, որ Աստված մաքրի իրեն։ Նա այսպես է գրում. «Եվ սա պիտի լինի յուրաքանչյուրիս աղոթքը, ոչ թե մեծ կամ փոքր մեղք չկա, ամեն մեղքից էլ մարդ պետք է մաքրվի։ Ողորմիր ինձ Աստված, քո ողորմության համեմատ եւ քո մեծ գթությամբ ջնջիր իմ հանցանքները»։ Մենք չենք կարող ջնջել մեր հանցանքները բարի գործերով։ Հանցանք արինք, հետո բարի գործեր, ինչպես մուսուլմանության մեջ այդպիսի օրենք ասում, չեմ հիշում 10 թե քանի հոգու լավություն ես անում, քո մեղքը ջնջում, այդպիսի բան չկա։ Մեր մեղքերը ջնջվում են մենակ Քրիստոսի թափած սուրբ արյունով, ուրիշ ոչ մի ձևով։ Ամբողջովին լվա ինձ իմ հանցանքից եւ սրբիր ինձ իմ մեղքից, որտեղ ես ճանաչում եմ իմ անօրենություններից, քան գիտակցում եմ, որ անօրենություն արեցի, եւ իմ մեղքը ամեն ժամանակ իմ առջեւում է։ Տես ինքը ասում է լվա ինձ, մաքրի, լողացրու ինձ քո արյունով։ Բայց մյուսը, որ չի գիտակցում, ասում է կեղտոտ է, բայց ասում է չի, ես մաքուր եմ եւ չի թողում, որ իրան լվան։ Եվ այդպես կեղտոտ էլ մնում է։ Միայն քո դեմ մեղանչեցի եւ քո աչքի առաջ ասում է, որովհետեւ ես ճանաչում եմ անօրենություններից, քան գիտակցում եմ եւ իմ մեղքը ամեն ժամանակ իմ առջեւում է։ Այսինքն, եթե Աստծո ողորմությամբ մենք չմաքրվենք մեղքից, մեր մեղքը անդադար, մեր խեղճի խայտը մեզ տանջելու էր։ Փառք Աստծո, որ Հիսուսը խաչվել է եւ մեր մեղքը ջնջում է մեջտեղից, որպեսզի մեր խիղճը հանգստանա։ Ասում է միայն քո դեմ մեղանչեցի եւ քո աչքի առաջ շարի գործեցի, որպեսզի դու արդար լինես խոսքերում եւ մաքուր լինես քո դատաստանի մեջ։ Ահա ես ծնվեցի անօրենությամբ եւ իմ մայրն ինձ մեղքով հղացավ։ Մինչեւ 15 համարը։ Ահա դու փափագում ես ճշմարտությունը սրտում եւ ծածուկ, ինչ է նկատի ունես, մայրը ինձ մեղքով հղացավ։ Այսինքն բոլոր մարդիկ էլ մեղավոր են, բոլոր ծնված մարդիկ մեղավոր են, գենետիկորեն իրենց հետ գնում է այդ մեղքը, փոխանցում է այդ մեղքը։ Ահա դու փափագում ես ճշմարտությունը սրտում եւ ծածուկ տեղում իմաստություն կսորեցնես ինձ։ Մաքրիր ինձ զոպայով եւ ես մաքուր կլինեմ։ Լվա ինձ եւ ես յունից սպիտակ կլինեմ։ Ով է մեզ մաքրողը? Աստված։ Ցնծություն եւ ուրախություն լսել, դու գիտեք, երբ որ երեխեքը փոքր են լինում, իրենց ծնողներն են իրենց լողացնում, մաքրում կեղտից, չէ՞։ Այդպես էլ Աստված իր արյունով մեզ լողացնում է եւ մաքրում է։ Ցնծություն եւ ուրախություն լսել դուր ինձ, թող ցնծային այն ոսկորները, որոնք կոտրատեցիր, այսինքն որ խղճի խայթը շարունակում է, մեր ոսկորները կոտրատվում են, մենք տխուրման ենք գալի եւ հիվանդանում ենք։ Երեսը թաքցրու իմ մեղքերից եւ ջնջիր իմ բոլոր անօրենությունները։ Մաքուր սիրտ ստեղծիր իմ մեջ, ով Աստված, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսում։ Դավիթը լավ գիտեր, որ ինքը իր սիրտը չի կարա մաքրի, Աստված միայն կարող է մաքրել իր սիրտը։ Դեն մի նետիր ինձ քո ներկայությունից եւ քո Սուրբ Հոգին մի հանիր ինձնից, որտեւ եթե Սուրբ Հոգին վերցվի մեզանից, մենք էլ ոչ մի հույս չենք ունենա, որտեվ Սուրբ Հոգին է, որ մեզ ուսուցանում է, որ մեզ դաստիարակում է, խրատում է, հանդիմանում է, սովորեցնում է։ Դարձյալ քո փրկության ուրախությունը տուր ինձ եւ հոժարական հոգով հաստատիր ինձ, ապա ամբարիշներին կսորեցնեմ քո ճանապարհները եւ մեղավորները կվերադառնան քեզ։ Այսինքն, երբ որ ես մաքրվեմ, այն ժամանակ ես կարող եմ սովորեցնել ճշմարտություն ուրիշներին եւ շատ մեղավորներ կարող են դարձի գալ մեր վկայության միջոցով։ Փրկիր ինձ արյունապարտությունից, ով Աստված։ Արյունապարտ էր Դավիթը, իր հրամանով էին այդ անմեղ մարդուն սպանել։ Իմ փրկության Աստված եւ իմ լեզուն կփառաբանի քո արդարությունը։ Տեր, բացիր իմ շրթունքները եւ իմ բերանը կպատմի քո գոհությունը։ Արդյոք մեր շրթունքները ինչ են պատմում։ Ինձ հարևաններից են բամբասում, մոտիկներից, թե ինչ որ կեղտոտ պատմություններ են պատմում։ Դավիթը ասում է, ես ուզում եմ, որ իմ բերանից միայն քո գոհությունը դուրս գա, միայն բարի բաներ դուրս գան։ Աստծո ներկայության մեջ կանչվելն ի վերջո նշանակում է հետ ուղարկվել, իսկ նուր ուրիշներին վկայելու համար։ Իր իմաստությամբ Աստված փրկագնվածներին հանձնարարել է ծառայել որպես իր հիմնական ձայն ընկած աշխարհին,
Փրկագնվածները Աստծո կողմից դեսպանություն են անում, համոզում են մարդկանց, որ դարձի գան։ Ինչ որ պահի նրա ժողովրդի ազդեցությունը երկրի վրա հզոր կերպով կզգացվի, որտեղ Հայտնություն 18:1-ում ասում է լույսով լուսավորվեց աշխարհը, ինչի լույսով Աստծո ճանաչության, եւ նշանակում է, որ իր փրկագնվածները լավ գործ են անելու կամ արել են, որպեսզի մարդիկ ճանաչեն իրենց։ Ուրեմն վերջին կոչը ուղված ողջ աշխարհին այս մոլորված մոլորակին, ընկած մոլորակին։ Կարդանք Քայլեր դեպի Քրիստոսից էջ 78, երբ մարդը Քրիստոսի մոտ է գալիս, նրա սրտում ցանկություն է արտանում հայտնել մյուսներին, թե ինչ թանկագին ընկեր է գտել հանձին Հիսուսի։ Եթե ձեր սրտի մեջ նման ցանկություն չկա, ուրեմն ինչ որ խնդրեմ կա, պետք է գնալ Աստծո մոտ եւ պարզել։ Փրկարար ու սրբագործող ճշմարտությունը չի կարող թաքնված մնալ նրա սրտում։ Եթե մենք հագել ենք Քրիստոսի արդարությունը եւ լցված ենք նրա մեջ բնակվող հոգու ուրախությամբ, մենք չենք կարող լուռ մնալ։ Եթե ճաշակել եւ տեսել ենք, որ Տերը քաղցր է, մենք ասելիք կունենանք։ Ինչպես Փիլիպոսը, երբ գտավ փրկչին, մենք նրա մոտ կհրավիրենք մյուսներին։ Հայտնություն 14-րդ 3 հրեշտակների լուրերը հիմնված են հավիտենական ավետիսի վրա, այսինքն նույնիսկ նախքան կհնչեն երկինքն ու երկրի ծովն ու ջրերի աղբյուրներն ստեղծողին երկրպագելու Բաբելոնի անկման վերաբերյալ կամ Գազանին եւ նրա պատկերին երկրպագելու մասին զգուշացումները հռչակվում է Հիսուսով փրկության մասին ավետարանի հիմնարար լուրը։ Եվ սա այն պատճառով, որ երեք հրեշտակների նախազգուշացումներն ու պատգամները ոչինչ չեն նշանակում առանց հույսի եւ խոստման, որ նրանք, ովքեր հռչակեցին այս պատգամները, գտան Հիսուսի մեջ եւ այն, ինչ նա արեց նրանց համար։ Հավիտենական ավետիսից բացի մենք իսկապես որևէ այլ արժեքավոր բան չունենք աշխարհին ասելու։ Վերջում կարդանք Նահապետներ եւ մարգարեներ գրքից էջ 744-755։ Դավթի սաղմոսներն արտահայտում են նրա ապրածի ողջ բազմազանությունը խղճի տանջանքներից ու ինքնադատապարտումից մինչև վսեմ հավատք եւ Աստծո հետ ամենամոտ շփումը։ Նրա կյանքի պատմությունը հուշում է, որ մեղքը խոստանում է միայն վիշտ եւ ամոթ։ Բայց Աստծո սերն, այո, սատանան խաբում է, ասում է մեղքը գործի, տես ինչ լավ կլինի քո համար, բայց երբ որ գործում ես, ինչա դրանից հետո լինում, վիշտ եւ ամոթ։ Բայց Աստծո սերն ու նրա ողորմությունը անսահման են, որ հավատը զղջացող հոգուն տալիս է որդեգրման իրավունք, Աստծո որդի լինելու իրավունք։ Նրա խոսքում պարունակվող բոլոր վկայությունների մեջ Դավթի կյանքի պատմությունը Աստծո հավատարմության, արդարության ու նրա ողորմածության ուխտի ամենաուժեղ ապացույցներից մեկն է։ Եվ այս խոսքերը, որ գրված է Սաղմոս 89-ում, մենք կարող ենք վերագրել նաև մեզ։ Ասում են, ես երդվեցի իմ ծառային Դավթին, կարող ենք ունել մեր անունը, իմ ձեռքը նրա հետ կլինի եւ իմ բազուկը կզորացնի նրան, եւ իմ ճշմարտությունն ու իմ ողորմությունը նրա հետ կլինեն, եւ իմ անունով նրա եղջյուրը կբարձրանա, եւ ես նրա ձեռքը կդնեմ ծովի վրա, ես նրա աչքը գետերի վրա, նա ինձ կկանչի, դու իմ հայրն ես, իմ Աստվածը եւ իմ փրկության բեմը, եւ ես նրան անդրանիկ կդարձնեմ երկրի թագավորներից վեր, ես հավիտյան կպահեմ նրա հանդեպ իմ ողորմությունը եւ նրա հետ իմ ուխտը հավատարիմ կլինի։ Այսպիսի Աստված մենք ունենք։ Այսպիսի հնարավորություններ մենք ունենք։ Մենք հնարավորություն է Աստված մեզ տվել, որ մենք որդեգրվենք իր կողմից։ Գիտեք, այսօր մարդիկ երազում են որդեգրվել մի հարուստ մարդու կողմից, որպեսզի վայելեն կյանքը։ Գիտեք, ամբողջ տիեզերքի ստեղծիչը եւ տիրակալը այսօր առաջարկում է ձեզ որդեգրել, իր սեփական որդիները սարքել։ Մենք իրականում եղել ենք, բայց սատանան հեռացրել է մեզ եւ Աստված նորից փրկագնել է մեզ։ Արդյոք մենք ընդունենք նրա հրավերը, նրա որդին դառնալու, թե կուզենանք շարունակել կեղտոտ մնալ, շարունակել կեղտոտել մեր դրացիներին
շարունակենք խաբել ինքներս մեզ, որ մենք մաքուր ենք, բայց իրականում մաքուր չենք, որտեղ Աստվածաշունչը ասում է, չկա արդար մեկն էլ չկա։ Ուրեմն ժամանակը եկել է, որ մենք ուշքի գանք, արթնանանք քնից եւ հասկանանք, թե մենք ուր ենք գլորվում։ Եվ օգտվենք այն հնարավորությունից, որ այսօր Աստված տվել է մեզ։ Այլ ոչ թե ասենք լավ, հետո մի թամ կյանքը վայելեմ, իբր թե դա այլ վայելք է մեղքերի մեջ։ Հետո Աստծուն կդառնամ։ Այդ մարդիկ չգիտեն իսկական վայելքը ինչ է։ Աստծո ներկայությամբ հավիտյան ուրախություն է եւ չկա տխրություն այդ ուրախության մեջ։ Եվ Աստված առաջարկում այսօր մեզ այդ հավիտենական ուրախությունը։ Արդյոք մենք կընդունենք դա, թե կմերժենք իրեն, ինքներս մեզ դատապարտելով կործանման։ Աստված ուզում է փրկել բոլորին, բայց մեր ընտրությունից է կախված։ Թող Աստված օգնի մեզ ճիշտ ընտրություն անել ամեն օր, ամեն վայրկյան, եւ թող Աստված օրհնի մեր այդ գալիք օրերը Աստծո ողորմությամբ մինչև մյուս դասը։